Մարտի 8-ից 12-ը Երևանում անցկացված ըմբշամարտի երիտասարդների առաջնության 3 ոսկե մեդալները մեր համաքաղաքացի մարզիկներինն են։ 84 կիլոգրամ քաշային Շամիրաթյանը հաղթանակի եւ ընդհանրապես այս մարզաձևում ունեցած հաջողությունների մասին է խոսում։ Մասնակցել եմ, գրավել եմ առաջի տեղը, մրցումները անցկացվել մարտի 8-ից մարտի 10-ը, դա մալաջորի երիտասարդների Հայաստանի առաջնությունն էր, որի հաղթողները կմասնակցեն Եվրոպայի ու աշխարհի առաջնությանը ու անցած տարի նույնպես դարձա Հայաստանի Հանրապետության հաղթող նույն երիտասարդության մեջ։ Այդ ժամանակ գնացել եմ Կազախստան մրցումների, որի ժամանակ գրավել եմ 3-րդ տեղը, այնտեղ էլ բանակային մրցումներ, հիմա գտնվում եմ ծառայության մեջ, ԲԿՄ-ի կողմից եմ հանդես գալիս, հիմա պատրաստվում ենք գնանք մրցումների, վաղը արդեն գնալու ենք Յակուտիա միջազգային մրցաշարքին մասնակցենք։ 66 կիլոգրամ քաշային ըմբիշների գոտեմարտերում հավասարը չունեցավ Արեն Ալեքյանը։ Անդրկովկասի առաջնության չեմպիոն եմ դարձել 2 անգամ։ Շատ Հայաստանի մասշտաբով շատ մրցումներ եմ հաղթել։ 96 կիլոգրամ քաշային Ռազմիկ Պողոսյանը եւս Հայաստանի Հանրապետության գործող չեմպիոն է։ 96 կիլոգրամ քաշ ունեցող ըմբիշը Ռազմիկ Պողոսյանը անցյալ տարվա պատանիների Եվրոպայի 3-րդ մրցանակակիրն էր, նա էլ նույնպես ունեցավ իր հավասարը եւ գրավեց առաջին տեղը։ Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի երիտասարդների առաջնությանը 2-րդ մրցանակին է արժանացել Շավարժ Ազարյանը, առաջնությանը 3-րդ մրցանակային տեղերի են արժանացել Համլետ Կարապետյանը եւ Արթուր Պապոյանը։ Յակուտիային մեկնելու մեր թիմից ուրեմն լինելու է Շամիրաթյանը եւ Արթուր Պապոյանը։ Արթուր Պապոյանը 3-րդ մրցանակակիր դարձավ 55 կիլոգրամ քաշային կարգում։ Լոռու մարզը ընդհանրապես ունեցավ 4 հաղթող ունեցանք, որից 3-ը պատանիներ էին, բայց երիտասարդների մեջ կարողացան հաղթել Գովալին էր եւ մեկը Շամիրաթյանը, որը հանդես եկավ 84 կիլոգրամ քաշային կարգում։ Իմիջիալոց ասեմ, որ 4 հաղթանակ կատարել, 4-ն էլ մաքուր հաղթանակ, բարձր մակարդակով մրցումները անցկացավ, շատ երևակայ որ այս առաջի դեպքն է որ սենց լավ անց են կացնել մրցումները եւ մեր երեխաները, մեր մարզիկները շատ լավ ելույթ ունեցան։ Անի Աղաջանյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։